պատերազմում ծնող կորցրած երեխաներին պահում եք, տիրություն եք անում։ Մենք այսօր ինչ որ կանք մեր մանկության ընդհանուր մարմնացումն ենք, այսպես ասեմ։ Խնդրում եմ պատմիր հայրենիների մասին, հայրենիստան մասին, ովքեր են երեխաները, ինչպիսի ճակատագրեր են այդտեղ իրար հանդիպել։ Ճամբարում ենք երեխաներին առաջին հերթին սովորեցնում ենք անկախ դժվարություններից սիրել հայրենիքը, անկախ կորստից եւ անկախ ցավից։ Ձեր ճամբարից որ դուրս եկա, մեքենան քշել եմ, կանգնացրել եմ մի ժամ, ասես մտածում էի նոր էլի քշես, զգացի չեմ էմոցիաներս այնքան շատ են, չի կարող միանգամից գնել։ Հայ հասարակությունը իսկապես շատ ապրումակցող է։ Ինչքան էլ որ հիմա մենք դժվար ժամանակներ ենք ապրում, ամբողջ աշխարհում շատ ու շատ փոփոխություններ են տեղի ունենում, բայց մեր հասարակությունը իսկապես ապրումակցում է։ Ոնց ես պատկերացնում այդ երեխաներին, որ մեծանան։ Քեզ ոնց ես պատկերացնում այդ, ասենք 10 տարի հետո, 15 տարի հետո, ինչ որ այդ ինչ կուզեիր ասել նրանց այդ շրջանում։ Մարդիկ են, ովքեր որ անկախ դժվարություններից գործնականորեն հայրենիքի կողքին են առանց ինչ որ մեծ խոսքերի, ստատուսների, ուղղակի ծառայում են հայրենիքին։ Բարև ձեզ, եթերում Բիան պոդքասթն է եւ մինչ հյուրին ներկայացնելը մի հատ շատ փոքրիկ պատմություն եմ ուզում պատմել ձեզ, թե ինչպես ես բացահայտեցի այս մարդուն։ Ուրեմն անցյալ տարի ամռանը գնացի հրավեր ունեի Հանքավան, գնացի ճամբար երեխաներին տեսնելու, ելույթ ունենալու նրանց համար եւ ինչ որ կոմիտասի մասին պատմելու, կոմիտաս երգելու։ Եվ այդտեղ բացահայտեցի Վաչեին Վարդանյան, մեր հյուրը, Հայորդի բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն։ Վաչ ջան, ասենց մի հատ անկեղծ կիսում եմ քեզ հետ։ Իմ կյանքում շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչել եմ, շատ ոգևորվել եմ քեզանով։ Ես տեսա մի մարդ, ով իսկապես շատ ահռելի կարևորության, այսպես անգնահատելի գործ է անում։ Այդ ձեր նվիրվածությունը, որ ես տեսա այնտեղ, ընդհանրապես, գիտես ինչ զգացի, հենց հիշում եմ այդ իմ ապրումները։ Ինչ որ տես խառը մտքերի մեջ եկել է, տենց հայրենիքը բանը, դեպրեսիան էս կոմենկոմ, ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, ինչ անեմ այս ամեն ինչի մեջ, ու եկա տեսա ձեզ, որ պատերազմում ծնող կորցրած երեխաներին պահում եք, տիրություն եք անում։ Այմար sense նայեցի, այմար ասի էսա այս աշխարհի բանը կարևոր ու մյուս կողմից է շատ այդպես մի տեսակ դառնություն ապրեցի, որ բոլորը չի որ գիտեն քո մասին, էլի։ Այսինքն բնական է դու քո արածը նրա համար չի որ բոլորը իմանան, բայց այսպես համեստությունը մի կողմ դնենք, ես շատ կուզեի, որ մեր երկրում շատ իմանային քո մասին, քո նման մարդկանց մասին, որովհետև դա շատ կօգնի ոնց որ հաղթարել են բարոյական ճգնաժամը, որի մեջ մենք հիմա գտնվում ենք։ Եվ այսպես, գալով առաջին հարցին, մի հատ խնդրում եմ քեզնից արի սկսենք, էլի։ Օրինակ, չգիտեմ, երկու բառ քո մանկությունից ասա, ոնց եղավ, դու ինչպիսին ես եղել երեխա ժամանակ, որ հիմա այսքան երեխաների հետ ես։ Շատ ուրախ եմ, Հայկ ջան, առաջին հերթին, որ ճանաչում ենք իրար, ընկերներ ենք, որովհետև մեր օրերում, մեր հայրենիքում շատ դժվար է գաղափարակից մարդկանց գտնել ու անսահման ուրախ եմ, որ դու նաև հայորդի մի մասնիկն ես կազմում ու նաև Staff-ը հայորդի մի մասն է կազմում։ Երևի հետ գնանք մանկություն, ես ծնվել ու մեծացել եմ շատ սովորական ընտանիքում, միջին վիճակագրական, ոչ շատ ինչ-որ ճոխ պայմաններում, ավելին շատ դժվար պայմաններում եւ կարծում եմ, որ հենց այդ դժվար պայմաններն են ինձ դարձրել այն մարդը, որը այսօր կամ եւ հենց այդ պայմաններն են իօգուտ եղել ինձ, որպեսզի ես հասկանամ հացի, դժվարությունների, կրթության եւ ամեն ինչի գինը եւ վերջապես հայրենիքի գինը։ Ինքս ինձ ես միշտ հարց եմ տալիս, թե ինչի եմ ընտրել այս ճանապարհը եւ որտեղից են գալիս ու երբ որ հետ եմ գնում մանկություն, մի քանի դրվագներ կան, որոնք որ իսկապես ապացույցն են այդ ակունքներում գտնում եմ ապացույցը, թե ինչու եմ այս ճանապարհը ընտրել։ Եվ ինչ ես գտել։ Առաջին դրվագը, որ միշտ հիշում եմ, որ փոքր ժամանակ շատ ծանր փուլեր ու հաց չունեինք եւ ես գնում էի խանութ հաջորդ օրը ու գնում էի այն հացը, որը արդեն հին էր, կարծեմ այն ժամանակ 100 դրամ էր, բայց հաջորդ օրը 50 դրամ էր լինում։ Եվ անգամ այդ 50 դրամ հացը, երբ որ ինչ-որ սեղանին փշուրները մնում էր, մենք հավաքում էինք առանձին աման, այդ ամանի մեջ էինք դնում, որպեսզի նորից ուտենք կամ վերամշակենք ինչ-որ այլ բան դարձնենք ու այդ ժամանակ ինձ մոտ ձևավորվեց այդ մտածողությունը անկախ դժվարություններից գնահատել ամեն ինչ եւ ամեն իրավիճակում փորձել
գնահատելու արժևորել այն ինչ որ ունես ու դրանից մնացած ամենակարևոր հիշողությունն ու դրվագը որ առ այսօր ես զգում եմ, երբ որ հաց ընկնում է գետնին, ես միշտ վերցնում եմ, համբուրում եմ ու դնում եմ ափսեի մեջ ու այսպեսի շատ ու շատ դրվագներ, որոնք որ գումարելով ես հասկացա, որ ցանկացած այսպես ասեմ, ցանկացած մարդ, երբ որ ինչ-որ մի ուղղություն է ընտրում, ինչ-որ մի առաքելություն, կարծում եմ, որ այդ առաքելության հիմքը, սկզբնաղբյուրը գալիս է իր մանկությունից, մանկության տրավմաներից, դժվարություններից, երջանկությունից, ստացած սիրուց, այսինքն մենք այսօր ինչ-որ կանք մեր մանկության ընդհանուր մարմնացումն ենք, այսպես ասեմ։ Գալով արդեն կոնկրետ գործունեություն ասեմ, առաքելություն ասեմ, մի քիչ խնդրում եմ պատմիր հայրենիների մասին, հայրենստան մասին, ովքեր են երեխաները, ինչպիսի ճակատագրեր են այդտեղ իրար հանդիպել, ինչ մեթոդով եք աշխատում, ինչ նպատակներ ունեք։ Երևի սկսեմ, թե ինչպես ծնվեց հայրենին, 20 թվականի պատերազմը իմ քո ու շատ-շատերի կյանքում կտրուկ փոփոխությունների տարավ եւ 20 թվականի պատերազմի ավարտի նոյեմբերի 9-ի օրը որոշում կայացրեցի ուղղակի գնալ ու ապրել Արցախում։ Դա կյանքիս լավագույն ու ամենածանր եւ զուգահեռ նաեւ ամենաերջանիկ ու իմաստալից որոշումներից մեկն է եղել։ Այստեղ թողեցի կրթությունս, աշխատանքը, մի խոսքով որոշեցի ու նոյեմբերի արդեն 20-ի կողմերը տեղափոխվեցի Արցախ ապրելու եւ հենց այդ օրերին հիմք դրվեց հայրենին։ Իհարկե այդ ժամանակ ինքը չուներ անվանում, ուղղակի մարդ, ով որ ուզում է ապրել Արցախում, գնացի ապրեցի միջև շրջափակման ժամանակ արդեն այստեղ էի ու մնացի այստեղ։ Եվ 21 թվականին մենք նստած էինք Թաղավարտում ու որոշում էինք շատ ու շատ տարբեր ծրագրեր էինք իրականացնում զինվորների համար, զոհվածների մայրերի, կանանց, երեխաների, դեռ ուզում էի գտնել այն ուղղությունը, որի միջոցով իմ առաքելությունը կարճ ասած փորձում էի գտնել եւ հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շարունակեմ իմ կյանքը եւ հենց այդ ժամանակ Թաղավարտում նստած առաջին ճամբարն էինք փորձում գծել, հասկանալ ինչ ենք անելու, ոնց ենք անելու ու ընկերներիցս մեկը ուզում էինք անուն որոշեինք։ Ու ասեց եկեք հայրենի դնենք, հայրենին լավագույն բնորոշումն է մեր գործունեությանը եւ դրեցինք հայրենի ճամբար։ Հայրենի ճամբարից հետո արձագանքները շատ մեծ էին եւ ես հասկացա, որ հայրենին պետք է դառնա նախաձեռնություն։ Դարձավ նախաձեռնություն, ես ապրում էի Արցախում, մենք սկսեցինք մեր մասշտաբները մեծացնել։ Արցախում գրեթե բոլոր զոհված հայրենիների երեխաներին ամենատարբեր ձևերով փորձում էինք աջակցել, իրականում այդ ժամանակ շատ քաոսային իրավիճակ էր, հետպատերազմյան Արցախ, մի շարք սոցիալական, ամեն տեղ խնդիր էր, անդադար խնդիրների էի բախվում ու նաև զուգահեռ երիտասարդ, ով որ եկել է Հայաստանից, ցավոք սրտի հասարակությունը դեռ պատրաստ չէր այդ փոփոխություններին, իրենց համար շատ անսովոր էր, թե ինչի պետքա պատերազմից հետո որևէ մեկը որոշի Երևանից մաքսիմալ կոմֆորտ միջավայրից տեղափոխվի Արցախ, բայց դա իմ անձնական որոշումն էր եւ այդտեղ ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։ Ու այդպես օրեցօր հայրենին մեծանում էր եւ 23 թվականին Արցախի կորստից հետո մենք հստակ որոշում կայացրեցինք, որ հայրենի նախաձեռնությունից պետք է դառնա հիմնադրամ, որովհետև նախաձեռնության ժամանակ արդեն իսկ հայրենին այնպիսի խոշոր ծրագրեր էր իրականացնում, որոնք որ մի շարք հիմնադրամներ անգամ առ այսօր չեն իրականացնում։ Եվ մենք դարձանք հիմնադրամ ու արդեն հայրենին 6 տարեկան է, 6 տարիների ընթացքում մենք դարձել ենք Հայաստանում միակ եւ ամենամեծ հիմնադրամը, որը որ փաստացի օգնում է զոհված հայրենիների երեխաներին, կանանց ու մայրերին, ինչպես նաեւ հետ կորած անձանց ամենատարբեր ծրագրերն ենք իրականացնում մեծ, միջին, փոքր, շատ են ծրագրերը։ Մի քիչ որ խնդրեմ հոգեբանական վստահ եմ այնտեղ մի անգամ էլ խոսեցինք կարճ իհարկե պատմեցիր բայց շատ հետաքրքիր է ոնց է այդ հոգեբանական հարցերը կարողանում հաղթահարել որովհետև այդ հոգեբանական հարցերը բոլորս ունենք այո այդ ցավը բոլորինս է բայց երեխաների դեպքում շատ ուրիշ է էլի։ Երեխաների դեպքում շատ դժվար է, որովհետև չափած գիտակից մարդու հետ դու կարող ես ուղիղ եւ պարզ խոսել ու ասել ինչ է տեղի ունեցել, ինչի արդյունքում
ինչ է առաջացել, բայց երեխաների դեպքում շատ դժվար է։ Ես ինքս այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, որովհետև իսկապես չեմ գիտակցում, թե ինչպես եմ կարողանում հաղթահարել այդ դժվարությունները Արցախ տեղափոխվելու առաջին իսկ օրից այդ որոշումը իմ համար շատ այսօր որ հետ եմ նայում, չեմ ընկալում, թե ոնց եմ այդ ամեն ինչը հաղթահարել, որովհետև ես գնացել էի ու չէի ուզում ես ապրեի Ստեփանակերտում, ես գնացել էի սահմանամերձ գյուղում ապրելու, մոտ լինելու այդ մշակույթին, դժվարություններին, կարծում եմ յուրաքանչյուր մարդ ինչ որ առաքելությամբ է գալիս կյանք եւ իմ առաքելությունը այն աշխատանքն է, որ ես իրականացնում եմ եւ Աստված ինձ տալիս է դրա համար ուժ։ Ես այլ բացատրություն չունեմ։ Գուցե ինչ որ մեկը անհավատ է, թող համարի ինչ որ գերբնական ուժ ինձ տալիս է այդ գիտակցությունը, ուժը, որպեսզի ես այս առաքելությունը շարունակեմ։ Շատ դժվար է, բայց դրա հետ մեկտեղ շատ լուսավոր ու ուրախ է, երբ որ վերջնարդյունքը տեսնում ես, փոխված ճակատագրեր ու դա կարծում եմ աշխարհի ամենագեղեցիկ բանն է, որ դու տեսնում ես երեխաների, ովքեր որ սկսում են ժպտալ, ուրախանալ, ապարել, սրանք փոքրիկ գործողություններ են, որոնք որ մարդկանց համար գուցե տենց շատ ինչ որ ճոխություն թվա կամ ինչ որ չափազանցնելու աստիճան թվա, բայց երեխան, ով որ անցել է պատերազմի միջով, կորցրել է հորը, շատ դեպքերում նաև ոչ միայն հորը, եղբորը, պապիկին, ինքը փոքր հասակից արդեն դառնում է մեծ մարդ, դառնացած շատ դժվարություններով, հոգեբանական դժվարություններ, սոցիալական դժվարություններ, մի շարք խնդիրներ, որովհետև երեխան, նամանավանդ տղա երեխաները, կորցնելով հորը, կորցնում են իրենց մեջքը եւ իրենք չունենալով մեջք դառնում են հենարան իրենց մայրերի համար եւ այդ պատասխանատվությունը ամբողջությամբ եւ իրենց խնամքի եւ իրենց մոր խնամքի եւ տանը որպես տղամարդ լինելու ամբողջությամբ իրենց ուսերին են գնում եւ այս ամեն ինչի մեջ հայրենի գաղափարը ուղղակի այդ երեխաներին վերադարձնել իրենց մանկությունը, որովհետև պատերազմը եւ հոր կորուստը երեխաներից խլում է իրենց մանկությունը առաջին հերթին։ Որ խնդրեմ 1-2 կամ ինչ որ մի դեպքի մասին կպատմես, այ օրինակ որ ոնց է ստացվել էլի եկել է այդ տխրության մեջ, այդ որ ասում ես այդ փոխված վիճակը։ Իրավիճակները շատ են, կարող եմ այս պահին ճամբարի հետ կապված պատմել։ Ճամբարում մենք երեխաներին առաջին հերթին սովորեցնում ենք անկախ դժվարություններից սիրել հայրենիքը, անկախ կորստից եւ անկախ ցավից ու իրենց սովորեցնում ենք, որ իրենք մեր հայրենիքում ամենաառաջին մարդիկ են, ովքեր որ պետք է իսկապես լինեն երջանիկ եւ ամենաարժանի մարդիկ են։ Անցած տարի դեպք եղավ, երբ որ երեխաներից երկուսը, երբ որ բոլորը ընդհանուր պարում էին, իրենք լացում էին եւ չէին ուզում պարել եւ լացի պատճառը հիմնականում դա էր, երբ որ իրենք հոգեբանորեն մերժում էին այդ երջանկության այդ միջավայրը, որտեղ որ կային ու այն երեխաները, ովքեր որ արդեն 2-3 տարի գալիս են հայրենի, իրենք գնացին անձամբ ու իրենց լեզվով ես չեմ անգամ լսել թե իրենք ինչ են խոսում, իրենք բացատրեցին, որ երջանիկ լինելը, ժպտալը, պարելը, ուրախանալը, նկարվելը դրանք ամոթ բաներ չեն եւ իրենք ամենաարժանին են այդ երջանկության ու այդ երեխաները, ովքեր որ դեռ չէին հաղթարել այդ կորուստը, այդ դժվարություններ ու ցավը, ճամբարի վերջում իրենք անձամբ եկան ու մեզ շնորհակալություն հայտնեցին, որ հենց ճամբարում առաջին անգամ իրենք սկսեցին ուրախանալ, զվարճանալ, պարել ու իրենց զգացին այնպես, ինչպես որ մինչև իրենց հոր կորուստն է, որովհետև հոր կորուստից առաջ ու հետո երեխաները իսկապես շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում։ Եվ վերջերս մի դեպք էլի, որ հիշեցի, որ ինձ շատ ուրախացրեց այդ դեպքը, մենք նաև օգնում ենք զոհված հայրենիների կանանց, մայրերին, հայրերին եւ քաղցկեղով հիվանդ մի զոհված հայրենի մի մայր կար, ով որ շատ դժվարությունների էր բախվել եւ իսկապես մենակ էր իր դժվարությունների հետ, ապրում էր սահմանամերձ գյուղում, այնտեղից գնալ գալ ամեն ինչ դժվար էր ու ինքը ամբողջությամբ հույսը կտրել էր եւ հանձնվել էր եւ ուղղակի որտեւ առաջին հերթին կային սոցիալական խնդիրներ եւ երկրորդը մենակ էր ինքը, որովհետեւ ինչքան էր որ հասարակությունը ասում է ամեն ինչ լավ կլինի, մենք քո կողքին ենք եւ այլն, բայց գործողություններով այդ մարդու կողքը որևէ մեկը չկար, որ փորձեր համակարգել այդ աշխատանքը, հիվանդանոց գնալ, բժշկի հետ պայմանավորվել, գրանցել, դեղորայք եւ այլն եւ մենք այդ ամբողջ փուլը իրեն ստիպելով փորձեցինք որ հաղթահարի ու ինքը այսօր արդեն հաղթահարել է քաղցկեղը եւ դա լավագույն գնահատականն է մեր աշխատանքի ու վերջերս խոսում էի իր հետ ու ինքը ասաց, որ եթե չլիներ հայրենին, ինքը չէր կարողանա այդ ամեն ինչի միջով անցնել եւ հայրենին իր համար իր տղայից հետո փոխարինող
կետ է, օջախ է, հոգի է, որը որ իրեն երկրորդ կյանք տվեց։ Եվ ես շատ ուրախ եմ, որ գուցե դա գովեստի կամ ինչ-որ մեծամտություն ընչի հայորդին լինելով հիմնադրամ, բարեգործական հիմնադրամ, որտեղ հիմնադրամների ընկալումը այլ է մեր հասարակությունում, ինքը ընկալվում է մարդկանց կողմից որպես շնչավոր ինչ-որ էակ մարդ։ Ես ինքս էլ լինելով հիմնադիրը հայորդի ընկալում եմ, որ հայորդին ինչ-որ շնչավոր էակ է մարդը, կարծում եմ հենց դա այդ էներգիայի արդյունքն է, որովհետև ես չեմ ընկալում, որ հայորդին հիմնադրամ է կամ նախաձեռնություն է կամ ինչ-որ կառույց է, ինքը իմ համար ինչ-որ հոգի ունեցող կերպար է, ում հետ որ անվերջ ես կարող եմ ստեղծագործել, աշխատել, խոսել, ու նաև հենց այդ երեխաները ու մեր ամբողջ թիմը։ Մի հատ ես ուզում եմ ոնց որ ամփոփեմ էլի, այս մասը խոսակցության, մեծ ուզում եմ հասկանալ։ Փաստորեն հայորդին դա մի հարթակ է, որտեղ այն երեխաները, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են ծնող կամ երկու ծնող կամ հարազատ, ստանում են հոգատարություն, ստանում են առողջություն, սնունդ, եւ հետո դուք նաեւ շարունակում եք, այսինքն պայմանական, չգիտեմ, մանկապարտեզի հարց, դպրոցի հարց, աղա չեմ այսօր համալսարանի հարց, այսինքն դուք հայորդին ոնց որ այդ կյանքի ճանապարհի մի հատ օգնող ձեռք է, ուղեկցող է, ճիշտ եմ։ Այո, ընդհանուր շատ ճիշտ բնորոշեցիր։ Հայորդին կառույց է, հիմնադրամ է կամ նախաձեռնություն է, որը որ վերցնում է երեխային կորուստի պահից եւ տանում է դեպի կայունացում, զարգացում եւ մտցնում է կյանք որպես առողջ, արժանավայել, արժանապատիվ քաղաքացի։ Եվ ամենակարևորը հայրենասեր եւ գիտակից, եւ այդ հայրենասիրությունը ոչ թե ինչ-որ պաթոսով կամ խոսքերով, այլ գործնականորեն իր օրինակով եւ իր ընտանիքի օրինակով։ Մենք ունենք մի շարք ծրագրեր, որոնց որ երեխաներին ընդգրկում ենք ամենափոքր տարիքից։ Ունենք նաեւ ծրագիր, որ ծննդյան օրից սկսած, այսինքն ծնվելու պահից սկսած երեխային ընդգրկում ենք այդ ծրագրերում։ Ինչքան երեխա կա։ Հայորդի ծրագրերին այս պահին մասնակցում է 1 տարվա հաշվարկով եմ ասում, շուրջ 1600 երեխաներ զոհված հայորդիների, 1-ից 16 տարեկան։ Այստեղ մենք նաև բաց ենք թողնում 16-ից բարձր տարեկան երեխաներին, զոհված հայորդիների քույր եղբայրներին, այսինքն շրջանակը շատ է։ Եվ եթե մենք խոսենք հայորդի մարտահրավերներից, ամենամեծ մարտահրավերը մեզ համար, որ չունենք այդ չափ միջոցներ, որպեսզի բոլորին ընդգրկենք, որովհետև շատ-շատերը մտածում են, որ մենք բոլորին կարողանում ենք օգնել, բայց ցավոք սրտի չէ, որովհետև մենք ունենք արտակարգ լավ թիմ, մենք ունենք հմտություններ, գիտելիք, շատ մեծ փորձ այս ոլորտում նշված ընտանիքների հետ աշխատելու, բայց ցավոք սրտի մեր միջոցները չեն բավարարում, որպեսզի մենք բոլորին օգնենք, որովհետև կան 5000-ից ավել զոհված անձանց ընտանիքներ եւ այդ ընտանիքների հետ ցավոք սրտի մենք դեռ չենք հասցրել բոլորի հետ աշխատել, լինելով ամենամեծ հիմնադրամը եւ միակ հիմնադրամը, որը որ աշխատում է նշված ընտանիքների հետ, ցավոք դեռ մենք չենք հասցրել աշխատել։ Եվ իմ ամենամեծ նպատակը, երազանքը, տեսլականը ասեմ, որ բոլոր զոհված անձանց ընտանիքների հետ մենք կարողանանք աշխատել։ Դա կլինի լավագույն արդյունքը, որը որ մենք տալիս ենք, այսինքն ցանկացած անձ գիտակցի, որ իրենց կորուստի հետ իրենք միայնակ չեն եւ իրենց կորուստը հայրենիքում իսկապես գործնականորեն գնահատված է։ Իրենք իմանան, որ երբ որ որևէ խնդիր առաջանա, սոցիալական, հոգեբանական, նյութական, առողջապահական ցանկացած խնդրի դեպքում կա որևէ մասնավոր հիմնադրամ, որ իրենք կարող են դիմել եւ ստանալ այդ աջակցությունը։ Դա այս պահին ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետեւ շատ-շատերը մտածում են, որ պատերազմից անցել է շատ ժամանակ եւ այլ անելիք չկա, բայց իրականում անելիքները գնալով շատանում են, որտեւ երեխաները մեծանում են, կարիքները շատանում են, բարձրագույն կրթություն, փոքր երեխաների մոտ արդեն մի շարք հոգեբանական խնդիրներ են առաջանում, դեռահասության շրջանում, պատանի շրջանում, խնդիրները շատ են, շատ բազմազան են եւ այս ուղղությամբ, ասեմ, ոլորտում, ասեմ, շատ մեծ անելիքներ մենք իսկապես ունենք։
Որ խնդրեմ մի քիչ էլ թիմի մասին կպատմես, մենք որ ասում ես Հա, ով է այդ թիմը, ի սկզբանե թիմը իրանք որտեղից են եկել, ոնց եք ծանոթացել, ոնց եք կպել իրարից գործի մեջ։ Մինչև 20 թվականը ես աշխատում էի բարեգործության ոլորտում, ամենատարբեր հիմնադրամներում, հեռուստաընկերությունում եւ այդ փորձն ու գիտելիքը ու նաեւ հենց այդ ընկերները ինձ մոտիվացրեցին, որպեսզի ես կարողանամ գնալ Արցախ, այնտեղ ապրել, արարել եւ ի սկզբանե որ գնացել եմ Արցախ, ֆիզիկապես միայնակ եմ եղել, այսինքն ես գնացել եմ մենակով 0-ից սկսել եմ աշխատանքը, բայց ընթացքում սկսեցին միանալ ինձ տարբեր մարդիկ եւ մենք այսօր մեր թիմը մոտավոր 70-ից ավել է, բոլորը կամավոր են, բացառությամբ մի քանիսի եւ մոտավոր 80%-ից ավել է զոհված հայրենիների ընտանիքների անդամներն են։ Սա լավագույն օրինակն է ինձ համար, որ մարդը ունենալով կորուստ օգնում է իր նման մարդկանց, ովքեր որ եւս ունեն կորուստ եւ այդպես ինքը օրինակ է ծառայում, որպեսզի դիմացինին ում որ ինքը օգնում է, ցույց տա, որ այո, կարելի է, կարող է դժվարությունները հաղթահարել եւ ոչ միայն հաղթահարել, այլ նաեւ օգնել այլ մարդկանց։ Մեր թիմում են զոհված հայրենիների կանայք, մայրեր անգամ, հայրեր, քույրեր, եղբայրներ, շատ մեծ է մեր թիմը, մարդիկ են ովքեր որ անկախ դժվարություններից գործնականորեն հայրենիքի կողքին են առանց ինչ որ մեծ խոսքերի, ստատուսների, ուղղակի ծառայում են հայրենիքին։ Եվ կարծում եմ, որ հայրենի հաջողության գրավականը ոչ թե իմ ընտրած ճանապարհն է, ասեմ, իմ անձն է, այլ հենց հայրենի թիմն է, որովհետև առանց թիմի ես որևէ բան չեմ կարող անել։ Այսօր թիմը ամբողջությամբ կարողանում է համակարգել բոլոր աշխատանքները եւ ամենակարևորը նորից եմ կրկնում կամավոր, որովհետեւ կամավորության մշակույթը ցավոք սրտի մեր Հայաստանում շատ է փոխվել, այսօր մարդիկ կամավորություն են համարում, չգիտեմ, ինչ որ իվենթների ժամանակ աշխատանքները համակարգել, ինչ որ կորպորատիվ ընկերություններում կամավորություն անել եւ շատ քիչ խումբն է մնացել այն գիտակցմանը, որ հայրենիքին ծառայելը եւս մեծ կամավորություն է եւ պետք է հայրենիքին ծառայել։ Եթե զուգահեռներ տանենք 6-7 տարի առաջ եւ հիմա շատ քիչ է հասարակությունում այն խումբը, որ իսկապես գործնականորեն ուզում է անկեղծորեն ու մեծ սրտով հայրենիքի համար որևէ կամավոր աշխատանք իրականացնել ու հայրենի թիմը իսկապես շատ գով է ստացվեց, բայց իսկապես շատ մեծ աշխատանք է անում։ Արժան։ Ինձ հանած իսկապես շատ մեծ աշխատանք է անում, որովհետեւ իրենք ունենալով մեծ կորուստներ աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր որ իրենց նման ունեն կորուստներ։ Մեկ լինում է երբ ուսանողների հետ կամ բեմից նույնիսկ կոմիտասի մասին ներկայացումների կամ ինչ-որ զրույցների շրջանակներում հայրենաց տան մասին եմ պատմում եւ ինչ կոնտեքստում եմ էլի պատմում մի զգացողություն, որ ունեցել եմ, երբ որ եկա տեսա երեխաներին, իդեպ մյուս անգամ երբ է գանկելի հուլիսին։ Այսա խոսենք դրա մասին։ Դասի ուրեմն կոմիտասը ինքն էլ որ բացավ 10 տարեկան չկար, մամա-պապա չուներ։ Այդ իմաստով ինքն էլ այդ ցավը ունեցել է, բայց զարմանալիորեն մենք տեսնում ենք ինչպիսի ներուժ է ինքը ունեցել։ Սրան զուգահեռ օրինակ իմ պապայիս պապան ցեղասպանության հետևանքով որ բացել է եւ հայտնվել է Գյումրիի մանկատանը եւ այնտեղ է մեծացել, այնտեղ Խաչիկ Դաշնենցն է եղել եւ այլն ընկերներ են եղել։ Եվ միած sense ոնց որ կարմիր թելով մի զուգահեռ որ փորձեմ անցկացնել, մի զարմանալի ներուժի պես մի հատ էներգետիկ դաշտ կա այդ երեխաների մեջ, ես շատ զգացի դա էլի։ Նույնիսկ այդ զգալու պահին չգիտակցի, հետո որ դուրս եկա ճամբարից դες մտքերով գնում եք, ձեր ճամբարից որ դուրս եկա, մեքենան քշել եմ, կանգնացրել եմ մի ժամ, ասես մտածում էի նոր էլի քշես, զգացի չեմ էմոցիաներս այնքան շատ են, չէի կարող մի անգամից գնել։ Ու այդ ներուժը ես ոնց որ այդտեղ էլ զգացի երեխեքի մեջ էլի ու այնքան ուրախացնող է, որ այդ հարթակը ստեղծում է մի հատ վիճակ, որտեղ այդ ներուժը կարող է դրսևորվել։ Ես չգիտեմ ցավն է տենց ինչ որ սուբլիմացվում ներքին աշխարհում ինչեր է լինում, բայց շատ այդպես հույս ու վստահություն ունեմ, որ իրանք երբ որ մեծանալու են, ինձ շատ կարևոր դեմքեր են դառնալու, որտեղ իրանք դες օրինակով ասում ես մանկուց ինչ որ արդեն այդ հացի խնդիրը կամ իրանց մոտ արդեն լրիվ ուրիշ տեսակի ցավ բան, այդ մարդիկ այդ ցավի պատճառով եւ շնորհիվ միաժամանակ այո շատ ճիշտ ասեցիք բան կա գիտես մի հատ ես փոքրիկ բանաձև ունեմ ինձ համար որ ճիշտ է ամենօրյա կյանքում շատ դժվար է գործածել բայց էսա ցավից պետքա սեր ծնել ոնց որ մաման է երկունքի մեջ ցավի մեջ ծնունդ տալի այդ ցավը որ կարողանանք պատտել դարձնել սեր
ինքը դառնում է այդ կոսած օրինակը, որ ինքը կորցրել է, բայց դիմացին օգնում է որ հաղթարի ու մի հատ ցիկլ ասենց սկսվում էլի։ Իրականում ովքեր որ հայորդին չեն ճանաչում դրսից, միշտ խուսափում են հայորդի երեխաների հետ առճակատումից, որովհետև մտածում են, որ ինչ որ տխուր երեխաներ են, սև հագած, թեկուզ մեր մայրերը կանայք ու իրենք մեղքի զգացում կունենան, երբ որ այդ մարդկանց տեսնեն, բայց ես շատ ուրախ եմ իսկապես, որ մենք կարողացել ենք հասնել այն կետին, որ հայորդին ստեղծել այն միջավայրը, որտեղ որ այդ երեխաները ամենաուրախն են եւ այն մարդիկ, ովքեր որ տեսնում են այդ երեխաներին, հասկանում են, որ անկախ դժվարություններից կյանքը շարունակվում է։ Այդ երեխաները շատ ուղիղ ու պարզ ձևով շարունակում են ապրել, արարել, երջանկանալ, չմոռանալով եղածը ու նաև չմոռանալով իրենց հայրերի իրականացրած աշխատանքը ու ինձ համար հայորդին նաև մեր իրականությունում առանձին ստեղծված փոքրիկ ինչ-որ աշխարհ ասեմ կամ չգիտեմ ինչ-որ մոլորակ ասեմ, որտեղ որ ամեն ինչ ինչ-որ շատ հեքիաթային է ու հայրենիքով լի է, որովհետև այդտեղ երեխաները իսկապես շատ երջանիկ են, այդտեղ զոհված հայորդիների կանայք իսկապես շատ ուրախ են, իրենց շատ գնահատված են զգում, ժպտում են, ապրում են, արարում են ու ես չեմ հասկացել, թե որ պահից է դա այդպես դարձել, բայց հայորդին ինքը իր ներսից առանձին ինչ-որ աշխարհ է, դրական իմաստով աշխարհ, որը որ մեր հայրենիքի իրական տեսքը ասեմ, կերպարը ասեմ, ինձ համար հայրենիքի իրական կերպարը, տեսքը, դրսևորումը դա հայորդին է, երբ որ ես կողքից նայում եմ։ Իսկ այդ թեման էլ մի հատ ուզում էի դրա մասն խոսենք, լավ, ինքդ ասացիր, այդ հասարակության հետ շփումը փոխադարձ շուտ աշխատելը, գնալ ծանոթանալ, էլի այդ կյանք վերադառնալը ո՞նց է լինում իրանց մոտ, այդտեղ ինչ որ իրանք դժվարություններ ունեն կամ գուցե հասարակությունը դժվարություններ ունի իրանց հետ շփվելու։ 20 թվականից սկսած արդեն 6 տարի է անցել եւ 3 ռազմական գործողություն է եղել, յուրաքանչյուրից հետո հասարակության արձագանքը էմոցիաները շատ տարբեր են, բայց ի ուրախություն ինձ, ես այսօր շատ ուրախությամբ ու պարտությամբ ասում եմ, որ մեր հասարակությունը իսկապես ապրումակցում է ու օգնում է այն ընտանիքներին, ովքեր որ ունեն կորուստ։ Իհարկե կան բացառություններ, բայց 3 միլիոն բնակչության մեջ շատ նորմալ է, որ լինի ինչ-որ փոքր զանգված, որը որ սխալ ձևակերպում տա, սխալ մոտեցում կամ հարգանք չդրսևորի, բայց փառք Աստծո, առ այսօր ես որևէ ինչ-որ արտառոց դեպք չեմ նկատել, որ հասարակությունը սխալ արձագանք տա կամ դրսևորումներ լինեն, իհարկե լինում են տարբեր իրավիճակներ, բայց դրանք հիմնականում շտկվում են բանավոր խոսքի արդյունքում։ Հայ հասարակությունը իսկապես շատ ապրումակցող է, ինչքան էլ որ հիմա մենք դժվար ժամանակներ ենք ապրում, ամբողջ աշխարհում շատ ու շատ փոփոխություններ են տեղի ունենում, բայց մեր հասարակությունը իսկապես ապրումակցում է եւ եթե չապրումակցեր, հայորդին չէր կարողանա հավաքել միջոցներ, չէր կարողանա շարունակել այն աշխատանքը, որտեղ այս ամեն ինչը բացի հիմնադրամ լինելուց նաև գաղափարի, էներգիայի, էմոցիաների մասին է։ Առաջին ֆիլմը իմ կյանքում, որ աչքիցս արցունք է բերել, հենց հիշում եմ Չարլի Չապլինի ֆիլմերից մեկն է, այդ մեծ քաղաքի լույսերը։ Այդ դրան չգիտեմ, ինչ որ արվեստի մեջ տենց ձևակերպում կա Չապլինյան արցունք էլի, ինքը մի հատ sense բարության բան ուրիշ արցունք է, էլի, ոչ երջանկության, ոչ տխրության, մի հատ բարության ինչ որ արցունք է, sense աչքից է հանում, ոնց որ խիղճդ մի պահ դուրս գա աչքից ջրի տեսքով։ Ես ձեզ մոտ դա կարող ես ինչ որ ներկայացման մեջ տեսնել, կարող ֆիլմ, կարող կյանքում մի բան լինի, բայց հայորդած այդ տան այդ ամբողջ էներգիան, որ կար այնտեղ այդ կյանքը, որ հեռում էր մի տեսակ այդ երեխեք որ վազում ես կոմեկում, ինձ մոտ այդ բանը հանեց վերջում, գիտես, ոնց որ դենց հետաքրիր բան եղավ, ոնց որ այդ աշխարհին, այդ որ ասում ես աշխարհ մոլորակա իրան մի հատ թեթև կպնելով, մի հատ հետը շփվելով ավելի քո մեջ մարդկայինը զգաս բացահայտես։ Այդ իմաստով ինքը շատ կարևոր գործ է, բայց ես սրտանց շատ ուրախ եմ, որ այս ամեն ինչը անում ես, հաստատ քեզ զորություն տա ձեր թիմին, երեխաներին լիքը առողջություն ու ինքը բացի այդ հոգատարությունից բանից մի ցակ մեր կյանքում շատ պակասող բան է։ Այո։ Մենք օրինակ ես էլ իմ մանկության հիշողությունները որ մի պահ գնամ, էլի այդ առաջին Արցախյան պատերազմներ, ես հիշում եմ մեր հարևանները դռները բաց ենք ապրում, մեկս մյուսի հոգսը կիսելով ենք ապրում, շատ միասին ենք, էլի այդ դժվարությունները մեզ միացրել են։ Այսօր մի տեսակ կյանքը ավելի այդպես լիությամբ է
հարուստ թվում է թե, բայց մյուս կողմից այդ մարդկային ինչ-որ պարզ թվում է թե ամենասովորական բաներ էլի իրար ձեռք մեկնել, իրար հետ հանգիստ խոսել, շփվել։ Չէ, դրանք արդեն այս տարիների ընթացքում պակասել են, բայց հայորդին ամենակարևոր մեր հայրենիքում ես գտնում եմ, որ ամենակարևոր մարդիկ են իրենք, ամենակարևոր մարդկանց ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը չի պակասել, ավելին գնալով ավելանում է։ Փաստորեն արդեն քանի տարի լրացավ, 6 տարի լրացավ եւ երեխաները մեծանում են, ըստ այդմ ծրագրերը շատանում են, բարդանում են, մարտահրավերներն են մեծանում։ Մի հատ խնդրում եմ, եթե կարելի է ներկայացնես, այն ինչ որ կոնֆիդենցիալ չի, ապագայում ինչ եք ծրագրել, ինչի կարիք է լինելու, գուցե դրա մասին է խոսենք, որ մարդիկ ներգրավեն այդ ամեն ինչը։ Ես կարող եմ ասել այս պահին հայորդին ինչ ծրագրեր է իրականացնում։ Երևանում մենք ունենք 3-ից 6 տարեկան զոհված հայորդիների երեխաների համար համալիր աջակցության կենտրոն, որտեղ որ շուրջ 50 երեխաներ յուրաքանչյուր շաբաթ տարբեր օրերի անհատական գրաֆիկով գալիս են եւ մասնակցում են հիպոթերապիայի, հիդրոթերապիայի, վերականգնողական խմբակների։ Սրան զուգահեռ նաեւ գործում է մեր մայրենիք ծրագիրը, որի նպատակն է օգնել այն կանանց, ովքեր որ հղիության փուլում կորցրել են իրենց ամուսիններին, այսինքն փաստացի երեխան լույս աշխարհ է եկել, բայց իր հայրը արդեն զոհված է եղել։ Այդպիսի ընդհանուր 78 դեպք կա, բայց մենք օգնում ենք յուրաքանչյուր ամիս սոցիալական աջակցություն ցուցաբերելով, նաև առողջապահական ու մի շարք այլ խնդիրները լուծելով 9 երեխաների, ովքեր որ վերջին Արցախյան պատերազմից հետո են լույս աշխարհ եկել։ Սա երկրորդ ծրագիրն է, երրորդ ծրագիրը դա կառուցելով հայրենի օջախներ ծրագիրն է, որը որ այս պահին մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, զոհված հայորդիների այն ընտանիքները կանայք իրենց երեխաների հետ, ովքեր որ բնակարան են ձեռք բերում պետության աջակցությամբ, մենք այդ բնակարանները ամբողջությամբ կահավորում ենք։ Սա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է, որտեղ այդ ընտանիքները գիտակցում են, որ իրենց կողքին որևէ մեկը կա, ով որ կարող է օգնել իրենց ամբողջ տունը կահավորելով։ Արդեն շուրջ 13 ընտանիք, 13 բնակարան, այսինքն մենք կահավորել ենք ամբողջությամբ եւ ծրագիրը շարունակվում է։ Մենք նպատակ ունենք 100 ընտանիքի, զոհված հայորդիների 100 ընտանիքի բնակարան կահավորել։ Հաջորդ ծրագիրը դա մեր հայորդի ճամբարն է ամենամյա, որը որ այս տարի արդեն 6-րդ տարին անընդմեջ կլինի։ Մենք սկսել ենք ճամբարը 50 երեխայով եւ այսօր մեր թիվը անցած տարի հասել է 320 եւ այս տարի նպատակ ունենք շուրջ 400 երեխաների ընդունել 5-ից 12 տարեկան զոհված հայորդիների երեխաների ամենատարբեր համայնքներից, մարզերից, գյուղերից։ Մյուս ծրագիրը դա հոգեբանական աջակցության անհատական ծրագիրն է, որը որ էլի գործում է հայորդի կենտրոնում, զոհված հայորդիների կանայք, մայրերը, երեխաները, ովքեր որ ունեն անհատական հոգեբանական աջակցության կարիք, այցելում են մեզ մոտ, լողի վերականգնողական դասընթացներ ունենք, ձիավարության շատ տարբեր են ծրագրերը եւ այս ամեն ինչին զուգահեռ նաեւ անհատական աջակցության շատ ու շատ ծրագրեր ունենք, այսինքն զոհված հայորդիների մայրեր, ովքեր որ այս պահին պայքարում են հասկեղի դեմ, անգամ երեխաներ, տարբեր առողջական խնդիրներ, այն մասը, որը որ պետական աջակցության շրջանակներում չի փակվում, մենք փորձում ենք այդ բացը լրացնել եւ մենք փակել ու նաեւ շատ ու շատ այլ խնդիրների դեպքում փորձում ենք օգնել, այսինքն հայորդի ծրագրերը բացի հիմնականից շատ բազմազան են եւ մենք փորձում ենք ինչ որ կերպ միանալ ու թիկունք դառնալ այն ընտանիքներին, ովքեր որ իրենց դժվարությունների հետ այս պահին միայնակ են մնացել։ Ու նաեւ կուզենամ խոսել թե ինչպես օգնեն հայորդին, որովհետեւ մեկ ամսից կմեկնարկի հայորդի ճամբարը, արդեն 6-րդ տարին անընդմեջ ինչպես նշեցի եւ մեր բոլոր միջոցները գոյանում են անհատների նվիրատվության արդյունքում ու նաև ինչ-որ կազմակերպությունների, ովքեր որ ունեն բարձր սոցիալական պատասխանատվություն։ Հայորդի ճամբարի դրամահավաքը արդեն մեկնարկել է մի քանի օր առաջ ու յուրաքանչյուր մարդ կարող է ուղղակի միանալ ու նվիրաբերել ու դառնալ անհատապես հենց 1, 2, 3 երեխայի հովանավոր եւ ամենակարևոր կետերից մեկը, որ մենք ուղղակի չենք իրականացնում դրամահավաք։ Ես միշտ ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ մեզ նվիրաբերում են, հստակ իմանան, որ իրենք օրինակ նվիրաբերել են զոհված հայորդու երեխայի դիցուք Նարե Հովանիսյանի համար, այսինքն հստակ իրենք իմանան, թե իրենք ում հովանավորը, ասեմ, խավորն են
դարձել այս հայորդի աշխատանքներում։ Այս դեպքում էլ յուրաքանչյուր մարդ միանալով կարող է հստակ իմանալ, թե նա որ երեխաների հովանավորն է դարձել։ Այս ամեն ինչը հրապարակվում է ու մաքսիմալ թափանցիկ ձևով մենք փորձում ենք կազմակերպել։ Կեցեք, ոչ ջան։ Ես վստահ եմ հլնես բաներ լինելու, որ չենք է պատկերացնում։ Աստված առաջ։ Ոնց ես պատկերացնում այդ երեխաներին, որ մեծանան։ Քեզ ոնց ես պատկերացնում այդ, ասենք 10 տարի հետո, 15 տարի հետո, ինչ որ այդ ինչ կուզեիր ասել նրանց այդ շրջանում կամ հիմա դու ինչ ունես իրանց ասելու բոլորին, որ այստեղից կուզես ասել։ Երեխաներին պատկերացնում եմ մաքսիմալ կայուն հոգեվիճակում, մաքսիմալ հայրենիքից կարճած, հողից կպած ու ամենակարևորը մոռացած չլինելով անցածը։ Եվ ինձ թվում էր, որ ես դրան չեմ հասնի, չգիտեմ, չենք տեսնի կամ հայորդի առաքելությունը ինչ որ կետից կավարտվի, բայց արդեն 6 տարի է անցել եւ այն երեխաները, ովքեր որ 12-13 տարեկան են, արդեն բավականին հասուն են, արդեն ուսանող են ու իրենցից շատ-շատերը արդեն վերադառնում են հետ հայորդի ու որպես կամավոր եւ երբ որ ես իրենց հարցնում եմ թե ինչ եք հետ վերադարձել հայորդի, որովհետեւ գուցե սա ձեզ մոտ ինչ որ վատ հիշողություններ է արթնացնում կամ հիշեցնում է ձեր կորստի մասին, ձեր մանկության մասին, իրենք ասում են, որ հայորդին իրենց կյանքում հայտնվել է ամենադժվար փուլում, երբ որ իրենք արդեն ուզում էին հանձնվել, դառնալ վատ մարդ, չգիտեմ, ծխող, խմող, վատ շրջապատ ընկնեին, հոգեպես կործանվեին եւ հայորդին հենց այդ փուլում է իրենց կյանքում հայտնվել ու փոփոխությունը բերել, դարձնելով իրենց հենց իրական հայորդի եւ իրենք հիմա հետ են վերադարձել հայորդի, որտեղ իրենք գիտեն հայորդի գինը, այն աշխատանքը, որը որ հայորդին անում է եւ իրենք ուզում են իրենց օրինակով մնացած երեխաներին ցույց տալ, որ իրենց կողքին մարդիկ կան եւ ամենակարևորը, որ այն ինչ որ հայորդին իրենց տվել է, իրենք ուղղակի դա հետ վերադարձնեն հայորդին իրենց բախտակից այլ երեխաներին օգնելու միջոցով։ Կյանքը ինչ որ տեսանկյունից դրա համար ենք նաև ապրում, որ ստեղծենք մի այնպիսի հայրենիք, այնպիսի մի երկիր, որ այդ երեխաների թիվը չավելանա։ Այո։ Հանկարծ։ Վաճ ջան, շատ մեծ գործ եք անում բոլոր ձեր թիմին, երեխաներին սրտագին մի հատ ողջույն եմ ուղարկում։ Շատ աստվածահաճո գործ եք անում։ Դրա համար էլ այդքան վերջից օգնություն ա գալիս քեզ։ Շատ շնորհակալություն։ Դու ապրես։ Լավ եղեք, մինչ հանդիպումներ։ Ընկերներ, ուրախ եմ, որ Beyond Podcast-ի այս երկու էպիզոդները ես վարեցի։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հյուրերի ներկայության համար։ Շնորհակալություն ձեզ եւ խնդրում եմ անպայման մեկնաբանություններում գրեք, թե ում կուզեիք տեսնել որպես հաղորդավար Beyond Podcast-ի, հուսամ ակտիվ կլինեք եւ կգրեք։ Լավ եղեք։